Գիտեիք, որ 1940 թվականի լեգենդար Զորոյի նշանը ֆիլմը նկարահանել է հայ Ռուբեն Մամուլյանը։ Նա առաջին հայն էր, որ մեծ հաջողությունների հասավ Հոլիվուդում։ Հենց նրա անունով էլ սկսվում է Օսկարի հայկական պատմությունը։ 1931 թվականին էկրան բարձրացած Դոկտոր Ջեյքիլը և Միստր Հայդը սարսափ ֆիլմը առաջադրվել է Օսկարի միանգամից 3 անվանակարգում։ Ռուբեն Մամուլյանը հոլիվուդյան նորարար էր, նա էր, որ Հոլիվուդում առաջինն օգտագործեց երկու խոսափողով ձայնագրումը։ Հենց նա էր, որ առաջինը հրաժարվեց միայն տաղավարային նկարահանումներից ու շարժվող միանգամից մի քանի տեսախցիկներով նկարահանումներ իրականացրեց փողոցում, սրճարաններում ու բնության մեջ։ Կադրից դուրս ձայնը նույնպես առաջին անգամ հնչեց նրա քաղաքի փողոցները ֆիլմում, իսկ Բեքի Շարփ ֆիլմը դարձավ կինոյի պատմության մեջ առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարը։ Հոլիվուդյան կինոարվեստում իր ունեցած ավանդի համար Ռուբեն Մամուլյանը 1960 թվականին աստ է վաստակել Հոլիվուդի փառքի ծառուղում։